Ապրիլի 17-ն է, Երևան, Էրեբունի վարչական շրջան, ազատամարտիկների 3-րդ նրբանցքում ենք, որտեղ ըստ բնակիչների 2 օր է, տեսնում եք այս հատվածից խմելու ջուրը, հավանաբար խողովակի վնասման պատճառով բնակիչները նշում էին, որ 2 օր է խմելու ջուրը այսպես կորում է, իրենք ասում են մի քանի անգամ ահազանգել ենք վիոլա ջուր, անգամ հարևաններով գնացել ենք վիոլա ջուր ու այդ ընկերությունը մի դարակազմիկ պատասխան է տվել, թե 5-ից 10 օրվա ընթացքում խումբը կմոտենա, խնդրին տեղյակ ենք, կմոտենան և խնդիրը կլուծեն։ Ստացվում է մեծն վիոլա ջուրը, որ այս բնակիչների հաշվին է աշխատավարձ ստանում, իրենց պարգևավճարներ տալիս, բնակիչները պիտի 5-10 օր մնան առանց ջուր ու խմելու ջուրը այսպես 5-10 օր գնա կորի։ Ցավալի է նաև այն, որ այս վայրից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվում է Էրեբունի թաղապետի նստավայրը, պարոն Հակոբ Բալայանի նստավայրը ու բնակիչները նշում են, որ թաղապետարանել են ասել, սակայն ոչ մի օգուտ։ Հիմա հետաքրքիր է, այս խմելու ջրի կորուստը որ բնակչի քթերից են դուրս բերելու, ում վրա են նաղդելու, ոնց որ ժողովուրդն ասում, տուլի տանելու, դա հələ մի կողմ, բայց որ խմելու ջուրը արդեն երկրորդ օրն է կորում է, իսկ շատ տներ կան, չէ՞ որ ջուր չունեն։ Հա, խմելու, բայց հաստատ խմելու ջուր է, չէ՞։ Հա, խմելու ջուրը այսպես գնա կորի ու արդեն առանց չափազանցության երևի մոտավորապես 2 կիլոմետր այսպես ջուրը հոսում է։ Լսեմ այ։ Աշխարհի պետություններ կան, որ խմելու ջրի խնդիր ունեն, մեր մոտ հələ նայեք, էս հա ժողովուրդ ջան, նայեք ջուրը ոնց է գնում կորում։